Հարգելի գործընկերներ, նախ պարոն Ռուբինյան, շնորհավորում եմ ձեզ ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթում եմ հարգասաբեր աշխատանք։ Ինչպես նաեւ ողջունում եմ իմ գործընկերներ Հայկ Կոնջորյանի եւ Վահագն Ալեքսանյանի տեխնացությունները, որպես ազգային ժողովի նախագահի տեղակալի, ուրեմն որպեսի ազգային ժողովի նախագահի տեղակալներ եւ հաշվի առնելով թե պարոն Կոնջորյանի որպես քաղաքացիական պայմանագիր ֆրակցիայի ղեկավար գործունեությունը, թե պարոն Ալեքսանյանի գործունեությունը որպես պատգամավոր, թույլ տվեք կանխագուշակել, որ վերջիններս լավագույնս կկատարեն իրենց պարտականությունները ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում։ Եվ հաշվի առնելով, որ այս քննարկումները մեզ հնարավորություն են տալիս հիմնվելով նախորդիվ ելույթ ունեցած պատգամավորների ելույթների վրա նոր քննարկման տարածություններ բացել, ես կօգտվեմ այս առիթից եւ կանրադառնամ մեր գործընկերներից ոմանց խոսքից տարբեր դրվագների։ Այսպես առաջինը կուզեմ անդրադառնալ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ելույթին, որը ըստ էության բաժանված էր հիմնական 3 մասերի կամ անդրադառնում էր հիմնական 3 խնդիրների, որոնցից առաջինը իրենց պատկերացրած ինչ որ մեր պատկերացմամբ մտածածին դեմոգրաֆիական ժողովրդագրական խնդիրներ են, որոնք կախված են մեր երկրի գլխին, երկրորդը ուրեմն գյուղատնտեսական խնդիրներն են, այն խնդիրները, որոնց առջև այս պահին մեր գյուղացիները կանգնած են մասնավորապես արտահանման հետ կապված սահմանափակումների համատեքստում եւ երրորդը Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանի բացման խնդիրը եւ անդրադառնալով այս խնդիրներից յուրաքանչյուրին, սկսելով առաջինից, որը վերաբերվում էր դեմոգրաֆիական խնդիրներին, որի մասին խոսում է պարոն Կարապետյանը, մի խնդիր, որը մեր պատկերացմամբ ուղղակի գոյություն չունի, բայց որպեսզի այս խնդիրը փարատվի կամ այս կասկածները փարատվեն, պարոն Կարապետյանը ոչ ավել ոչ պակաս հղում է անում ադրբեջանցի X պաշտոնյայի եւ ասում է, ահա տեսեք, այս պաշտոնյան sense բանը ասե եւ հետեւաբար դրա հիման վրա մենք պետքա այս օրենքը ընդունենք, այսինքն լուծում է մարդը առաջարկում։ Ես ուզում եմ հիշեցնել, հարգելի գործընկերներ, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում երբ այս նարատիվը գտնվում էր իր բարձունքի վրա մեր մեդիատիրույթում եւ այդ թվում մենք ամենօրյա ռեժիմով տեսնում ենք նոր տեսանյութներ արհեստական բանականության կողմից ստեղծված այդ մղձավանջ հիշեցնող եւ բարոյականության սահմանը հաճախ հատող տեսանյութների, ահա այս համատեքստում, երբ նույն պարոն Կարապետյանը եւ մեր գործընկերները Ուժեղ Հայաստան դաշինքի շփվում էին լրատվական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եւ ի պատասխան այս հարցերի, թե որտեղից ընդհանրապես այս նարատիվը ի հայտ եկավ եւ ինչու եք դուք այս նարատիվը առաջ մղում մեր քաղաքական դաշտում, նրանք մշտապես հղում են կատարել ադրբեջանցի տարբեր պաշտոնյաների, հասարակական գործիչների եւ ըստ էության սլակները գնում է դեպի Ադրբեջան։ Եվ այս տրամաբանությամբ, հարգելի գործընկերներ, համաձայնվեք, որ առնվազն տարօրինակ գործելակերպ է հաշվի առնելով այն, որ կարելի ասել Ադրբեջանի թե քաղաքական շրջանակներում, թե ոչ քաղաքական, մերձ քաղաքական կամ հասարակական շրջանակներում մշտապես հնչել են տարբեր տեսակի եւ բովանդակության հայտարարություններ, որոնց եթե մենք այս կերպ արձագանքեինք եւ մշտապես արձագանքեինք, կարծում եմ մեր քաղաքական, մեր տեղեկատվական դաշտը բացի ադրբեջանական նարատիվներից որևէ այլ տեսք չէր ունենա։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանի ամենաբարձր մակարդակի ղեկավարությունը եւ մասնավորապես ղեկավարի մակարդակով երկար տևական ժամանակ պնդում էր կատարում առայն, որ Հայաստանի սուվերեն տարածքով պետք է անցնի էքստրատերիտորիալ կամ արտատարածքային միջանցք։ Մի միտք, որը տևական ժամանակ հնչել է ադրբեջանական ուրեմն մեդիա տիրույթում, այդ թվում պաշտոնական մակարդակում, որին հակադարձել է հայկական կողմը եւ որի արդյունքում մենք ունենք թրիփ նախագիծը, որտեղ որևէ ուրեմն կետ նմանատիպ ուրեմն էքստրա տերիտորիալ կամ
կամ արտատարածքային միջանցքի մասին չկա, ավելին մի քանի անգամ արձանագրվում է, որ բոլոր ճանապարհները եւ ենթակառուցվածքները գործելու են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո։ Եվ այդ տրամաբանությամբ ես ենթադրում եմ հարգելի գործընկերներ, որ եթե նախքան վերջին համապետական ընտրությունները թրիփ նախագծի հետ կապված պայմանագիրները ստորագրված չլինեին, բացի 300,000 ադրբեջանցիների մասին այդ մղձավանջային AI վիդեոներից, մենք կտեսնեինք հավանաբար ինչ-որ միջանցքներ, որտեղ տարբեր ադրբեջանցիներ էին վազվզում եւ այս վիդեոների քանակը եւ այս տեսահոլովակների քանակը բնականաբար կլիներ անգամներ ավել։ Եվ կարծում եմ այն պայից սկսած, երբ մեր քաղաքական ուժի կողմից հրապարակային հերքում տրվեց առայն, որ նման թեմա առհասարակ չկա եւ հերքվեց բոլոր հնարավոր ձևով, այդ կետից ի վեր շարունակել այս թեման պահել Հայաստանի Հանրապետության տեղեկատվական դաշտում ոչ այլ ինչ էր, քան տեղեկատվական տերրոր եւ դիվերսիա Հայաստանի Հանրապետության բնակչության նկատմամբ։ Հաջորդ հարցը, որին անդրադառնում է պարոն Կարապետյանը, գյուղատնտեսական խնդիրներն են եւ այս խնդիրը օբյեկտիվորեն կա, առկա է եւ մեր կառավարությունը ամենօրյա ռեժիմով զբաղվում է այս խնդիրով, զբաղվել է եւ շարունակում է զբաղվել, բայց տարօրինակաբար այս հարցի վերաբերյալ պարոն Կարապետյանը Սաֆարովյան օրենքին տրամաբանության շրջանակներում որևէ լուծում չի առաջարկում, նա ընդամենը ասում է հղում է անում հայ քաղաքական մտքի ուժին եւ ասում է, որ հայ քաղաքական միտքը ունակ է այս հարցը լուծելու, բայց հարգելի գործընկերներ, կա մի դրվագ, որը վստահ չեմ, որ բոլորդ ուշադրություն դարձրել եք, որի վրա բոլորդ ուշադրություն դարձրել եք։ Պարոն Կարապետյանը ասում է, որ հայ քաղաքական միտքը ունի ընդամենը 6 ամիս այս խնդրին լուծում տալու համար։ Պարոն Կարապետյան, կխնդրեմ առիթ ունենալու ժամանակ հաջորդ ելույթում արձագանքեք, թե ինչ 6 ամսվա մասին է խոսքը եւ որտեղից ընդհանրապես այս 6 ամսվա թեման եւ նարատիվը։ Եվ երրորդը խոսք է գնում Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի բացման մասին, այստեղ պարոն Կարապետյանը ըստ էության մի տարօրինակ լուծում է առաջարկում, նախ արձանագրվում է, որ խնդիր կա, սրա հետ մենք համաձայն ենք իհարկե, բայց դրանից հետո ասում է, որ արձանագրում է, որ երբևէ Թուրքիայի կողմից սահմանը չի փակվել պայմանավորված հայոց ցեղասպանության խնդրի արծացմամբ, հետևաբար պետք է այս խնդիրը բերել օրակարգ հայ-թուրքական հարաբերությունների եւ սա է առաջարկում, այսինքն լուծումը ըստ պարոն Կարապետյանի, որպեսզի օր առաջ հայ-թուրքական սահմանը բացվի, հետևյալն է, պետք է ցեղասպանության հարցը բերել հայ-թուրքական հարաբերությունների օրակարգ եւ դարձնել դրա առանցք։ Եվ վերջում պարոն Կարապետյանը հավելում է, որ Ադանան իր հայրենիքն է։ Եվ այս առումով պետք է արձանագրել, որ ուժեղ Հայաստան դաշինքի եւ Հայաստան դաշինքի գործընկերների արտաքին քաղաքականության վերաբերյալ պատկերացումները որևէ բանով չեն տարբերվում, որովհետեւ երեք ըստ էության Իշխան Սաղաթելյանը ասաց, որ իրական Հայաստանի մոդելը ինքնաոչնչացման տանող ճանապարհ է, այսօր պարոն Կարապետյանը ասում է, որ Ադանան իր հայրենիքն է, հիշեցնենք, որ Իշխան Սաղաթելյանի քաղաքական ղեկավարը ասում է, որ 29740 եւ այլն կիլոմետրի մեջ պետք չի սահմանափակվել, պետք է նայել դրանից դուրս եւ այս ամբողջը թերևս ամփոփելով կարելի է արձանագրել, որ որևէ տարբերություն մենք չունենք քաղաքական եւ մասնավորապես տարածաշրջանային արտաքին քաղաքականության վերաբերյալ պատկերացումների համատեքստում։ Եվ խոսելով Հայաստան դաշինքի մեր գործընկերներից, իհարկե հնարավոր չի չխոսել Տիկին Խամոյանի ելույթի մասին, նա կրկին փորձում էր համոզել մեզ եւ մեր հանրությանը, որ ընտրությունները կեղծվել են եւ թերևս երեկվա իմ ելույթում ինձ չստացվեց բավարար հանգամանալից այս թեմային անդրադառնալ, ես կուզեմ ասել հետևյալը, հարգելի գործընկերներ, նույնիսկ եթե այսօրվա իշխանության փոխարեն լիներ մի սարսափելի տոտալիտար իշխանություն, որը 5 անգամ Քոչարյանի տարիների իշխանությունից ավելի բիրտ կլներ եւ տոտալիտար, միևնույն է ձեր շահերից չի բխում խոսել նման խնդիրների մասին։ Ես վերանում եմ բուն բովանդակությունից այս քննարկման, որովհետեւ պարզ է, որ մեր իշխանությունը բիրտ եւ ընտրագող չէ, բայց այնուամենայնիվ, երբ դուք մտնում եք այս դիսկուրսի մեջ, ըստ էության դուք փորձում եք հասարակությանը համոզել, որ մենք ձեզնից էլ վատն ենք։ Այսինքն դուք գիտեք, որ դուք վատն եք, դուք ձեր մարտավարությունը կամ ռազմավարությունը եթե կուզեք, նրանում է, որ դուք մեզնից վատն եք, հարգելիներս։ Մենք
ձեզնից վատը երբեք չեն կարող լինել, դա պրակտիկայում գրեթե անհնար բան է, ես խնդրում եմ փոխեք ձեր մարտավարությունը, շնորհակալություն։ Շնորհակալ եմ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, իհարկե մեր այս քննարկումները առանց փոքրիկ պրովոկացիաների չեն անցնում, բայց կրկին ես ցանկանում եմ գովել մեզ, որ կարողանում ենք քննադատելով բարեկրթության առաջարկը, այնուամենայնիվ այդ առաջարկը պահպանել, երբ ասում եմ փոքրիկ պրովոկացիաներ, նկատի ունեմ օրինակ, երբ Տիկին Խամոյանը այստեղ ամբիոնից մեզ ասում է մանդատագողներ, ես ենթադրում եմ, որ դուք դրանով փորձում եք էսկալացնել իրավիճակը, մեր քաղաքացիներին եմ այս մասին ուզում հայտնել, որ սովորաբար նրանք տեսնում են այն ամենաէսկալացված դրվագները, բայց դրան մենք հասնում ենք ոտ-ոտ, այ օրինակ ինչ-որ մեկը գալիս է ամբիոնից այդպիսի մի բառ է օգտագործում, ինչ-որ մեկը, օրինակ ես մոտենում է ամբիոնին, ասում է, որ վերջերս Հայաստանի Հանրապետության դատարաններից մեկը, երբ ձեր դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը դիմել էր այդ դատարանին ընտրակեղծարար որակումը իր հասցեին վիճարկելով այն որպես վիրավորանք թերևս համարելով, դատարանը ասեց, որ իր քայլով, երբ նա դիմել է դատարանի վաղեմության ժամկետով կրճատելու գործը, ըստ այդմ տվել է հիմք նման գնահատական հնչեցնելու։ Ես կարող եմ բացատրական մասը բաց թողնել, գալ ասել ընտրակեղծարարները դուք եք, տենց կամաց-կամաց ոտ-ոտ իրավիճակը կեսկալացվել, բայց եկեք նկատենք, որ այդպես է տեղի ունենում ու փորձենք, չեմ ասում են ամենաբարձր ստանդարտներին համապատասխան, բայց այնուամենայնիվ մեր խոսքը առավել վերլուծական ձևակերպել, ինչ ասեմ, հա։ Նաև գիտեք, հետաքրքիր է, որ դուք մեզ երբ ասում եք մանդատագողներ, դրանից հետո ասում եք, որ դուք Գագիկ Ծառուկյանի քաղաքական ճաշակը չեք կիսում։ Այսինքն ձեզ համարել է դժվար պաշտպանել Գագիկ Ծառուկյանին եւ Բարգավաճ Հայաստանին։ Եվ ես իրականում այստեղ կարող եմ երկար, բարակ ձեզ պատմել, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում կա բանաձև, որով երբ անճշտություններ են տեղ գտնում որևէ ընտրատեղամասում, որոնք խախտումների թվային արտահայտությունն են, այդ անճշտությունները դրվում են բանաձևի մեջ, գնահատելու համար այդ ընտրախախտումների ազդեցությունը համապետական արդյունքների վրա, երկար իսկապես ընտրական օրենսգիրքը կարող եմ պատմել, կարող եմ կրկին մեջ բերել սահմանադրական դատարանի որոշումը, առ այն, որ քաղաքական բոլոր մասնակիցները ընտրություններում եթե թարգմանեմ իմ բառերով, երեխաներ չեն, նրանք նույնքան պատասխանատվություն են կրում ընտրական գործընթացների ամբողջականության համար, որքան այն կառավարող ուժերը, որոնք այդ պահին ընդամենը մրցակիցներից մեկն են։ Եվ սա պարզապես պատասխանատվություն չէ, որը քաղաքական ուժերի վրա դրված է առանց գործիքների։ Այդ գործիքներն են հանձնաժողովներում ընդդիմության հանձնաժողովի անդամները, այսինքն մենք ընտրությունները միասին ենք կազմակերպում։ Եվ չի լինում, որ քաղաքական ուժերը անկանոն կրակահերթ բացեն ընտրությունների վրա, հետո պարզվի, որ այդ կրակահերթի արդյունքում իրենց երրորդ թևին վնասել են եւ ասեն, բայց մենք այսպես համաձայն չենք, եկեք համապետական վերաքվեարկություն նշանակենք։ Այս ամեն ինչը կարող եմ երկար, շատ երկար այս ամբիոնից պատմել, բայց խնդիրը նրանում է, որ Հայաստանի ժողովուրդը, երբ լսում է այս բանավեճը, ձեր միտքն է վերափոխում։ Հայաստանի ժողովրդի համար Բարգավաճ Հայաստանը, Գագիկ Ծառուկյանը որպես քաղաքական ուժ պիտի գոյություն չունենային։ Իրենք ժողովուրդը չի մտնում ես ինչքան պատմեմ, որ օրենսգիրքը այ այսպես բանաձև այնպես սահմանադրական դատարանը ասում է, որ չի կարելի, որ քաղաքական ուժերը տորպեդահարեն ընտրությունների ինստիտուտները, հետո գան ՍԴ-ին ասեն, բաս ինչու այսպես եղավ։ Ժողովուրդը ձեր կարծիքն է կիսում, որ քաղաքական ճաշակներին Հայաստանի քաղաքացիների չի համապատասխանում այդ ուժը։ Բայց հետաքրքրական այստեղ այն է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ձեր քաղաքական ուժի լիդերի քաղաքական ճաշակին է համապատասխանում։ Դուք ո՞նց եք այդ դիստանցիան ստեղծում ձեր եւ Բարգավաճ Հայաստանի միջև։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ այդպիսի բան կա։ Լուրեր են պտտվում պատմության էջերում, որ Բարգավաճ Հայաստանը ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի քաջալերմամբ։ Հետևաբար այդ դիստանցիաները դուք ժողովուրդը կարող է այդպիսի կարծիք ունենալ։ Դուք այդ ճաշակը պիտի որ կիսեք։ Տիկին Աննա Գրիգորյանը արձագանքելով պարոն Ռուբինյանի հետևյալ մտքին, որ
Նրանք ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենա եւ մենք հնարավորություն ունենանք անկախ Հայաստանի ազգային ժողովում առաջին նիստ գումարել, սա բառացի մեջբերումն է։ Տիկին Գրիգորյանը վերափոխում է այդ միտքը, ասում է նրանք ոչ թե ընկել են, որ մենք առաջին նիստ անենք, այստեղ մի պահ կանգ առնեմ, երբ որ մի միտք խմբագրում եք, մեկ այլ քաղաքական գործ չի, շատ կարևոր է թե որ հանում եք այդ ինչն եք խմբագրում։ Պարոն Ռուբինյանը ասել է նրանք ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենա։ Այս Հայաստանի Հանրապետության գոյության մասը ինչու հանեցիք ու թողեցիք մենակ այն նիստի պահը, որ իբրև տենց բան հնչի էլի, որ Ռուբինյանը ամբիոնից ասել է, որ նրանք ընկել են, որ մենք նիստ անենք։ Ու ձեր տարբերակն եք առաջարկում այդ նախադասության։ Ասում եք նրանք ընկել են, որ մենք նայենք Արարատին եւ Արցախը հայկական համարենք։ Հաճախ եք դուք ընդդիմադիր падգամավորները գալիս ես ամբիոնի մոտից սենց նկարագրում, որ այ դուք իսկապես մխկտում եք, մենք չէ։ Շատ հաճախ եք դա կանում։ Բայց մոռանում եք, որ դուք գործընկերներ եք ունեցել, ովքեր այնպիսի պրագմատիկ վերլուծություններով են հանդես եկել առ 44-օրյա պատերազմի նպատակների մասին, որոնց բեռի տակից դուք դուրս չեք կարող գալ, եւ այդ հուզական ձևակերպումները կարող են մի պահ բոլորիս մոտ տենց բան առաջացնել, բայց կհիշենք, չէ՞։ Կրկին 2021 թվականի օգոստոսի 2-ին խառը ժամանակներից համոզված եմ շատերի ուշադրությունից վրիպել է այս ձևակերպումը։ Պարոն Անդրանիկ Թևանյանը, որը այն ժամանակ ձեր դաշինքի падգամավոր էր, ասել է, թե 44-օրյա պատերազմում նրանք ինչու ընկան իր պատկերացումների համապատասխան, ընդ որում սենց այսպես է ձևակերպել այդ միտքը։ Ասում է, մենք բոլորս գիտենք, որ 44-օրյա պատերազմը հիմնականում մղվում էր Սյունիքը կտրելու համար։ Պատկերացնում եք, չէ՞, 21 թվականի օգոստոսն է, նոր է ձևավորվել խորհրդարանը, նա այդ պատերազմի նպատակը նախանշում է ոչ թե Լեռնային Ղարաբաղը, Արարատը, նրա հայկական կամ չհայկական լինելը, այլ ասում է Սյունիքի համար է եղել 44-օրյա պատերազմը։ Ընդ որում այստեղ կանգնած մարդուն էր հարց տալիս, մինչ այս մարդը պատասխանեց, հաջորդ անգամ երբ խոսքը անցավ նրան, ինքը ասեց, ես ուզում եմ պարզաբանեմ, թե ինչ նկատի ունե, երևի թե ձեր խմբակցության ներսում էլ էր ալեկոծումներ առաջացրել, թե ինչ է նշանակում 44-օրյա պատերազմը Սյունիքի համար էր։ Գիտեք, այստեղ ոնց որ մեր գնահատականները կարող է որոշակի նմանություն ունենան, որովհետև մենք ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը շատ վաղուց էր փակ ու իսկապես 44-օրյա պատերազմը Հայաստանի Հանրապետության գոյության մասին էր։ Մենք Սյունիքը չէինք առանձնացնի, որովհետև մենք չենք ջանում Սյունիքի գլխին սև մութ ամպեր կուտակել, այնպես ինչպես դուք էիք անում դա 21 թվականի օգոստոսից մի տևական ժամանակ, մինչև հիմա էլ թույլ փորձեր այդ ուղղությամբ իհարկե անում եք։ Բայց այստեղ տարբերություն էլ կա, էլի ձևակերպմամբ։ Հետևաբար Ռուբինյանը ազգային ժողովի նախագահը շատ ճիշտ ձևակերպում է տվել, որ նրանք ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենա, ու ձեր ֆրակցիայի այդ ներկայացուցիչը, երբ որ ասում էր նրանք ընկան Սյունիքի համար, այդ ծրագրի իրեն հարմար դիտանկյունից մասն էր իրականում բացահայտում։ Եվ գիտեք, այդ նման մտքերի արտաբերումից էր, որ ձեր դաշինքը ոտ-ոտ կամաց-կամաց լքեցին տարբեր մարդիկ։ Ես համոզված եմ, որ Գեղամը Նազարյան իր որդու ընկնելու պատճառների մասին մտածելով եւ այդպիսի քաղաքական խոսակցություններ լսելով մտածեց, որ իր որդին դրա այն ինչ պատմում էր Անդրանիկ Թևանյանը եւ հետագա ընթացքը ցույց տվեց նրա ճակատագրի, դրա համար չի նրա որդին ընկել եւ դուրս եկավ ձեր դաշինքից։ Արուշ Արուշանյան, որը մի մարդ է, ում քաղաքական հայացքները առ այն, որ մենք պիտի մինչև վերջին կաթիլ արյուն կռվենք, ինչ փողզիչումներ, շատ հստակ է եղել։ Ես դա չեմ կիսում, բայց ինքն էլ շատ հստակ է եղել, երբ որ նկատել է, որ ձեր համատեղ կուսակցությունը, Վերածնվող Հայաստանը, Վահեն Հակոբյան, Հայաստան դաշինքը, այդ մտքի հետևից չէր գնում։ Ու էլի ձեր թիմը լքեց։ Եվ դուք Տիկին Գրիգորյան, պիտի պատմեք, թե ոնց եղավ, որ դուք Վերածնվող Հայաստանից դուրս եկաք, եկել եք այս ամբիոնի մոտ կանգնել եք, ասում եք, ձեզ ոչ այնքան օտար այսինչ կուսակցության հետ, գիտեք, ես էլ եմ մոլորության փուլեր ունեցել իմ կյանքում։ Կա ժամանակ ես դաշնակցական Վահան Հովհաննիսյանին մտածում եմ լավ քաղաքական գործիչ, այդ թվում, որովհետև առաջին պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի Ղարաբաղում բենզինի, արքուվաճառքի թեմաներով լավ ելույթներ էր ունենում։ Այդ էլ իմ մոլորության փուլն էր։ Հայ ազգային կոնգրես եմ ընտրել ես ընտրություններում։ Մենք ազնվորեն խոսում ենք
մեր քաղաքական հետագծի մասին։ Դուք երբեք բացատրություն այդպես էլ չներկայացրեցիք։ Մի օր ասեցիք, հետո ավելի ուշ կասեմ, թե մեր վերածնվող Հայաստանից ինչու ենք Սյունիքի падգամավորներով դուրս եկել։ Այդպես էլ չիմացանք, բայց վերածնվող Հայաստանից դուրս եկաք, բայց Հայաստան դաշինքում մնացիք։ Այ ինչ տարածքերը տեղ էլի, որ Վահեն Հակոբյանը ինչով չէր լավը, որ Ռոբերտ Քոչարյանը այդ մասով շարունակում է մնալ ձեզ համար ընդունելի քաղաքական գործիչ։ Այսքանը, շնորհակալ եմ։ Շնորհակալություն շատ հետաքրքիր քննարկումների համար ու բովանդակային, հատկապես Տիկին Խամոյանի կողմից հնչեցված վերջին դիտարկումները պետական սեփականության, պետական մասնաբաժնի մասին։ Տիկին Խամոյան, երբ որ որևէ ձեռնարկությունում որևէ բաժնեմաս անցնում է պետությանը, շահութահարկը այդ մասի էլի անցնում է պետությանը, շահույթահարկը չէ, շահույթը այդ հատվածի, այսինքն շահաբաժինը էլի անցնում է պետությանը։ Հիմա որ ԶՊՄԿ-ի, այն ԶՊՄԿ-ի, որը ձեր ղեկավարի իշխանության օրոք վաճառվել է մասնավորին, չգիտեմ ինչ գումարով, ռելևանտ թե չէ, եւ մի ինչ որ շահութահարկ է վճարել այդ ձեռնարկությունը, անգամներով ավելի քիչ, քան հիմա է վճարում։ Ի հավելումն դրան, այն մասը, որը այսօր պետական սեփականությունն է, այդ մասի ոչ միայն շահութահարկ է, այլև շահույթն է գալիս պետականության, այսինքն ԶՊՄԿ-ի 23%-ի շահույթը բուն, ի հավելումն շահութահարկի գալիս է պետությանը։ Բայց բնականաբար այդ գործընթացին հետևելով պետության կողմից այնտեղ պետք է մեկը նշանակված լինի, հետևի այդ process-ին։ Նույնը Ամուլսարում 15% է կարծեմ, թե նույնը մյուսում։ Ինչ եք առաջարկում։ Տանք մասնավորներին, բաժանենք մասնավորներին կոպեկներով, մնանք շահութա ռազմավարական բանում ձեռնարկությունը մնանք միայն շահութահարկի հույսին, այլ չգիտենք ոնց են այնտեղ գրում, ոնց չեն գրում, ինչ են անում, ում են տալիս։ Սա ուղղակի որպես տենց թեթև։ Բայց եկեք վերադառնանք այսօր առավոտյան իմ կողմից հնչեցված հարցին։ Ես եւս մեկ անգամ համոզվեցի, որ շատ ճիշտ եմ ձևակերպել այս խորհրդանի հիմնական, եթե ոչ միակ հարցը, եւ այն է. Ռուսաստանից ինչ աստիճան անկախ արտաքին քաղաքականություն կարող է վարել Հայաստանը։ Այս հարցի շուրջ էին էլի գնում քննարկումները եւ ես հիմա կբացատրեմ թե ինչու։ Պարոն Կարապետյանը այս ամբիոնից եկավ ասեց, որ Ադանան մեր հայրենիքն է։ Okay, կարող ենք տարբեր կարծիքներ ասել, բայց պետք է հասկանալ չափանիշը։ Որ չափանիշով Ադանան գիտեք որտեղ է գտնվում մոտավորապես։ Ով գիտի։ Կիլիկիայում։ Մեծ հայքից դուրս, Կիլիկիայում, որտեղ ժամանակին եղել է հայկական պետականություն, հետո կործանվել է այդ հայկական պետականություն, հետո երկար ժամանակ ապրել են հայեր, ոչ չափանիշով ենք մենք սահմանում մեր հայրենիքը, ոչ չափանիշով։ Կարող լինի օրինակ բոլոր այն տարածքները, որտեղ երբևիցե եղել է հայկական պետականություն, օրինակ, բոլորը, ասեք։ Ուզում եք ասեք, հա, շատ լավ, ասում եմ այն բանը ոնց էր ԱՄՆ-ում, ասում եմ փաստաբանի հուշմամբ ես կօգտվեմ 5-րդ սահմանության 5-րդ տղումից եւ կպահպանեմ լռություն։ Այդ պասը լավ է, պարոն Վարդավան, իզուր չէ 40 միլիոն դրամ, իսկապես։ Okay։ Չէ, անկեղծորեն, ես միայն ուրախ եմ։ Տարբերակ երկուս, բոլոր այն տարածքները, որտեղ երբևէ կոմպակտ ապրել են հայեր, թեև հայկական պետություն միգուցե այնտեղ չէ, օրինակ ասենք Սեբաստիայում։ Այսինքն մեծ հայքից այն կողմ, ասենք փոքր հայքում, որը անկախ պետականություն չի ունեցել, եղել է Բյուզանդիայի կազմում, այլ պետությունների կազմում, կոմպակտ էլի խմբերով, այսինքն մեծ համայնքներով ունեցել հայկական բնակչություն, այդ կարա լինի։ Ոչ չափանիշն, օրինակ իմ պապերը եկել են Խոյից, իմ պապերը։ Հիմա դուք ինչ-որ բարեկամական խմբերում, չէ, կլինեք, ենթադրում եմ, հաշվի առնելով, թե ինչքան շատ եք խոսում հայ-իրանական բարեկամության մասին, որը շատ լավ է, մենք էլ ենք դրա մասին խոսում, ենթադրում եմ, այդ բարեկամական խմբում էլ կլինեք։ Ասենք կգնաք հանդիպման, օրինակ Իրան կգան այստեղ հանդիպման, դեսպանի այդ հանդիպմանում, ու վերկանաք, ասեք, գիտեք, ինչ Խոյը մեր հայրենիքն է, կասեք։ Ես դա շատ լավ գիտեմ, որ պարզ։ Հա, ինձ մի ասեք, Իրանի դեսպանին դա կասեք, ինձ ես դա գիտեմ, Իրանի դեսպանին դա կասեք, որ Պարսկահայք նահանգն է մեծ հայք, ես դա գիտեմ, այո, Ուրմիա ես մի ապա Պարսկահայք, գիտեմ, վայ, պարոն Կարապետյան, դելով, պարոն Կարապետյան, ես այդ ճանապարհը մթով եմ անցել, եւ ես գիտեմ դա, ես դա շատ լավ գիտեմ,
Չէ, պարոն Կարապետյան, ես մեծ հայքի սահմանները առանց օգնության, շատ քիչ սխալներով, միլիմետրերի տարբերությամբ կարող եմ այս թղթի վրա գծել, դա չի հարցը։ Դրա մասին չի խոսքը։ Մենք աշխարհագրության դասի չենք այստեղ։ Մենք քաղաքական գործունեությամբ ենք զբաղվում, ասում գնացել եք Իրանի դեսպանի հետ հանդիպման։ Լավ, հեշտացնեմ հարցը։ Վրաստանից պատվիրակություն ա եկել, ձեզ հետ հանդիպման, դուք էլ դե Վրաստանից էլ եք, չէ՞ շատ խոսում, Վրաստանից եք շատ խոսում, եկել են, դե գիտեք, չէ՞, որ Լորին եւ Տաշիրը բավական տևական ժամանակ եղել է վրացական թագավորության մաս։ Հա, չէ, դե սենց չիլնի, չէ, դե սենց չիլնի, Լորին, այո, կար մի ժամանակ, երբ, հա, չէ, սա կարակ վերցնեք, հենա, պարոն Ղասակը վերցնեք կտարածեք, հա, հա, ասում եմ ինչի, որովհետև երբ որ գա Վրաստանից պատգամավոր եւ ասի Տաշիրը իմ հայրենիքն է, որովհետև էս ինչ թվականին եղել է, մի վայրկյան, եղել է վրացական թագավորության մաս, այսինքն այդտեղ Վրաստանի թագավորն է նշանակել, օրինակ, մարզի ղեկավար եւ ինչ է գլուխներդ բռնում, ասեք, էս ինչ բան է, էլի չէ, լավ հասկացանք։ Պարզ բան եմ ասում, բանը հասկացանք։ Իվանը Զաքարյանները ո՞ր թագուհու մոտ էին ծառայության։ Թամար։ Ո՞ր թագուհի, Թամար թագուհին ո՞ր պետության թագուհիների հիմա ոչ չենք դնելու, Պարսկայքի տեղը գիտեք, Թամար թագուհու տեղը չգիտեք, լավ հասկացանք։ Իմ ասածը այդ չի է, որ դուք ստեղ հիմա գնաք ու տենց էլ հիմա կանեք, կասեք Եղոյանը եկավ ասում է բանը Լորին վրացական է, բան ոչ, Լորին հայկական է։ Ինչու՞։ Որովհետև Հայաստանի Հանրապետության մեջ է։ Ոչ մեկ, ոչ մոնղոլները, ոչ արաբները, ոչ պարսիկները, ոչ վրացիները իրավունք չունեն երբևիցե գան։ Ասեն Լորին մեր հայրենիքն է, որտեղ ժամանակից դե մի, չգիտեմ, պարսկական զորագունդ է անցել, մի արաբական զորագունդ է անցել։ Էությունների, պարոն Եղոյան, մի վայրկյան, էլի, հարգելի գործընկերներ, խնդրում եմ լրությունը ապահովել, մեզ էլ հաճելի չեն ձեր ելույթների մեծ մասը։ Պարոն Եղոյան, շարունակեք։ Դուք ես աժիոտաժը զգացիք, բայց ես թվում է, որ գնաք Թուրքիային ասեք Ադանան մեր հայրենիքն է։ Այդ իրանք ինչ պիտի, եթե ցույցել չտան, ինչ պիտի մտածեն։ Ինչ պիտի անեն, ինչ պիտի մտածեն։ Եվ երկրորդ, այսինքն ձեզ թվում է մենակ մենք ունենք պատմություն։ Մենակ մենք ունենք պատմական պետություններ։ Այդ մյուս ազգերը չեն ունեցել պատմական պետություններ։ Այն ժամանակ, երբ որ մենք չունեինք անկախ պետականություն, այս տարածքում կար մի պետականություն, արաբական խալիֆայություն եղել է այստեղ, թե չի եղել։ Այսինքն հիմա ինչ, արաբական որևէ պետության ներկայացուցիչ կարա գա ասի, եսի մեր Արմինա փոխարքայությունն է, կարա դες բան լինի, կան պատմաբաններ ձեր մեջ, ոնց հասկացա այդքան էլ շատ չեն։ Չէ, ամենալավը չեմ, բայց դա դպրոցական ծրագիրն է։ Երբ որ բաժանվեց Հայաստանը, Իրանի եւ բյուզանդական, հռոմեական կայսրության, հետո երկրորդից բյուզանդական կայսրության երկուսն էլ չկան, բայց Իրանը հո կա։ Հիմա ոնց որ Իրան պարսիկները, իրանցիները գան, ասեն դե բանի պայմանագրով 387 թվականի Հայաստանի առաջի բաժանման, հետո Հայաստանի երկրորդ բաժանման, սա մեր պատմական հայրենիքն է, բանանդա Վարդան Մամիկոնյանից հետո սենց բանով կրոնի ազատությամբ դուք ունեցեք ձեր ազատ կրոնը եւ այլ մեր գերիշխանության միութենական պետությամբ, հա? Հա, օքեյ։ Հա, լավ ասեցիք, կան այդ ասողների դեպ։ Միութենական պետությունից խոսացինք, կան, այո, Ռուսաստանից չէ մենք խոսեցինք։ Կան, այնտեղ էլ կան պետություններ։ Ուժեր, որ ասում են, հա, մեր կայսրությունն էլ չի փլվել, ով ասել, որ փլվել է, ձևափոխվել է։ Այս բոլորը մեր մեծ պետության անդամ եք։ Այնպես որ եկեք բովանդակային խոսակցություն ենք հիմա մենք սկսում, չէ՞ լուրջ ամենայն լրջությամբ։ Որն է մեր հայրենիքի սահմանները։ Մենք ասում ենք, մեր հայրենիքի սահմանը մեր պետության սահմանն է։ Դուք հասակ Ադանա, ես չգիտեմ հələ բանը, Զմյուրնյակը հասնեք, թե չեք հասնի, այնտեղ էլ հույների հետ եք պրոբլեմ կտանք, եթե Զմյուրնյա հասակ։ Ասենք հույների հետ մենակ պրոբլեմ չտակ։ Այդ մեկը չանեք, խնդրում եմ։ Ժորժ ջան, ես ինչի համար եմ այս ամեն ինչը ասում, հասկանանք, որ սա բան չի, էլի, սա արդեն Facebook-յան live չի։
Ամբողջ աշխարհն է նայում այս ամբիոնին։ Տիկին Խամոյանը գալիս ասում է, ես չգիտեմ, որ ճշմարտություն ասելը կարա բերի էսկալացիայի։ Ոչ չգիտեք, Տիկին Խամոյան։ Հələ մեկ ձեր հեռախոսը վերցրեք, զանգեք ձեր ծանոթներին ու իրենց մասին ասեք, ինչ մտածում եք։ Հա, կամ ձեզ, Տիկին Խամոյան, զանգեն մարդիկ ուղակի։ Ձեր ընկերները ընդ որում։ Կամ գործընկերները, եւ ասեն, այն ինչ ձեր մասին իրանք իրականում մտածում են ճշմարտացիորեն։ Պատերազմ կսկսի ձեր մեջ։ Պատկերացրեք իմ այս դահլիճում բոլորի մասին ասենք, այն ինչ մտածում ենք։ Դրա համար մենք հո բան չենք։ Դրա համար բարեկրթություն, ոչ ամեն ինչ են ասում։ Տիկին Վարդանյան, այլ ասում են այն, ինչը անհրաժեշտ է ասել, ինչը պետք է ասել, ինչը ուղղված է մի որևէ խնդրի լուծման, ոչ թե անիմաստ էսկալացիայի հրահրման։ Դրա համար էլ գոյություն ունի մարդկության կողմից ստեղծված բարեկրթություն, հասկացություն, քաղաքավարություն։ Ավարտեք, պարոն Եղոյան։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ, ավանդաբար։ Մեծարգո ազգային ժողովի նախագահ, նախ շնորհավորում եմ ձեզ եւ ուզում եմ ասել, որ հպարտ եմ, որ նույն թիմում ենք եւ ձեր կողքին քայլել եմ, ով ձեր ճանաչում է, հպարտանում է եւ հարգելի գործընկերներ, ես սկզբից կուզենամ ընդհանրական խոսել իմ ընկերների մասին, իմ քաղաքական ընկերների մասին եւ պարոն Ռուբինյանի թույլտվությամբ, պարոն Ռուբինյանի, պարոն Կոնջորյանի եւ պարոն Ալեքսանյանի մասին, որտեղ այստեղ քննարկում ենք նրանց ընտրության հարցը։ Պարոնայք, ուզում եմ ասել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ուզում եմ ասել, եթե ազնապես ճանաչեք այս մարդկանց, կհասկանաք, որ կյանքում շահել եք։ Ես շատ ամպագորգոր բառեր չեմ ուզում շռայլել ընկերներիս համար, իրական նրանք արժանի են, բայց մի բան եմ հետաքրքիր ուզում ասել։ Հարգելի իմ գործընկերներ, գիտեք ինչի համար է, օրինակ, ընդդիմությունը ինչի համար չի մասնակցում պարոն Ռուբինյանի կամ չի ուզում ընտրել պարոն Կոնջորյանին կամ ընդդիմանում է եւ պարոն Ալեքսանյանին, ասեմ, օրինակ մեր հարգարժան գործընկերները 130 տարվա կուսակցությունն են, հանուն էլ դրել են հեղափոխական կուսակցություն, բայց գիտեք որտեղ չեն տեղավորվում, որ եկան երիտասարդներ, կազմավորեցին, կառուցեցին մի կուսակցություն եւ այդ գաղափարի շուրջ արեցին հեղափոխություն։ Նրանք այս 130 տարիա փորձում են ու իրենց մոտ այտենց էլ չի ստացվում։ Բայց գիտեք ինչի չի ստացվում, օրինակ իմ համար, իմ համոզմունքով, որովհետեւ նրանք կներեք, տարբեր ժամանակաշրջաններում մի բան են ուզում։ Տարբեր իշխանություններից պաշտոններ, չգիտեմ, նախկինում Սերժ Սարգսյանից էին, նրանք նույնիսկ մեր իշխանության ժամանակ են վերցրել պաշտոններ, այսինքն եթե չվերցնեին, եթե իրապես գաղափարական, իմ կարծիքով ներողություն եմ խնդրում, եթե իրապես գաղափարական միտ լիներ, միգուցե իրենք հեղափոխություն անեին։ Պարոն Խաչատրյան, մենք նույն հանձնաժողովից ենք եղել ու ես վստահ եմ, որ դուք ձեր տնտեսագիտությունը ավելի զարգացած է, դուք ինձանից ավելի լավ գիտեք տնտեսագիտություն, բայց քիչ թե շատ մենք էլ գիտենք։ Մենք գիտենք, չէ՞, որ Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ ՓԲ-ներ կան, որտեղ տնօրեններն ստանում են ավելի բարձր աշխատավարձ, քան օրինակ նախարարը։ Կա, չէ՞, նման ինքնաֆինանսավորող ՓԲ-ներ։ Ինչի համար են այնտեղ բարձր աշխատավարձ տալիս տնօրենին, որպեսզի գա, որպեսզի ոտքի հանի եւ այլն եւ այլն։ Ես այս զուտ բանի համար ասացի, որ դուք կարող եք գրել եւ ձեզ կպատասխանեն, որ կան բազմաթիվ ՓԲ-ներ Հայաստանի Հանրապետությունում, որ ստանում են ավելի բարձր աշխատավարձ, քան նախարարները, եւ դա նորմալ է։ Պարոն Խաչատրյան, ինչքան կարելի է։ Տեսեք, ես ուզում եմ այստեղից ասեցիք բարեկամներ, ընկերներ, աշխատողներ, մի հատ հետաքրքիր բան եմ էլի ուզում ասել, միգուցե մեր այստեղի գործընկերներին հետաքրքիր լինի։ Օրինակ, մի հատ կազմակերպություն կա, Քավլիցի ներողություն եմ խնդրում կազմակերպության ղեկավարներից, որ իրենց այդտեղ ոչ PR լինի, ոչ հակա-PR, Ռոբերտ Քոչարյանի հարազատներին է պատկանում, որը Հայաստանի Հանրապետությունում կատարում է ամենամեծ,
շատ գումարով տենդերները, ասֆալտապատման մի առյուծի բաժին, որը եթե չեմ սխալվում կոչվում է AAB կամ AAB։ Ու ընդ որում բազմաթիվ տեղեր էլ եթե նույնիսկ հերանում են եւ այլն, այստեղ կառավարությունը իրաց թերացումներն ասում է, իրանք վերականգնում են եւ այլն։ Ժորժ ջան, այսինքն եթե մենք ընդդիմությանը այդ աստիճան ենք փորձում, այդ ձեր ներկայացրած, որ հանրության ուզում եք ներկայացնել, որ սենց մեզ նեղացնում են, սենց մեզ, չգիտեմ, փակում են եւ այլն, ինչ եք կարծում, այս եթե մենք այդ ձեր ներկայացրած մարդիկ լինենք կամ այդ իշխանությունը, այս կազմակերպությունը այդքան մեծ տենդերներ կշահեր, կամ սիրելի գործընկերներ, ուզում եմ մի հատ այս հետաքրքիր բան ասել, էլի։ Մենք երբ ապօրինի գույքեր ենք բռնագանձում, դուք խոսում եք մեկ մարդի գույքի մասին եւ մեկ մարդի գույք եք փորձում պաշտպանել։ Օրինակ իմ մոտ հարց առաջանում։ Մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանի փեսայից պետությունը հետ վերադարձվեց պետությանը, նորադուս ռադիո ՓԲ-ն, որտեղ մնացել էր ընդամենը մի քանի աշխատակից, եւ հիմա բարեբախտաբար, եթե այնտեղի տնօրինությունը չգիտեմ, բարձր աշխատավարձ ստանում, բարեբախտաբար վերազինվում է, աշխատում է շահույթով, վերազինվում է, աշխատողների քանակը առնվազն կրկնապատկվել է, այսինքն հիմա եթե օրինակ այնտեղ, չգիտեմ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ լիներ, կասեիք ինչի համար է հարգելի գործընկերներ, բոլոր կուսակցություններից երևի այստեղ նստած բոլոր պատգամավորներից ինչ-որ մի հարազատ, ինչ-որ պետական տեղ աշխատպետական հիմնարկում աշխատում է, ու դա նորմալ է, որովհետև եթե մարդը գնացել է, կրթություն է ստացել, պետք է գնա աշխատի, ինչի մասին է խոսքը, իսկ պարոն Մանուկյանն այստեղից ասում է, որ կարմիր գծեր չենք անցնում ընտանիքներ, բաներ, Ժորժ ջան, ես հուսով եմ, այս խորհրդարանը զուսպ կլինի, ինչպես որ պարոն Ռուբինյանը կոչ արել եւ չի անցնի կարմիր գծեր եւ 3 տարեկան, 4 տարեկան երեխային մասին չի խոսի, պարոն Կարապետյան, ես հուսով եմ դուք ձեր խմբակցության պատգամավորներին էլ կասեք, որ պետք չի երեխայի մասին խոսել։ Հա, ասում է բանը, հիվանդանոցի պարոն Մանուկյան ասում է հիվանդանոցի տնօրենները բան են, փողեր են վճարել, չգիտեմ, կամ նվիրատվություն են արել, որպիսի ՔՊ-ը գումար վճարեն, որպիսի ՔՊ-ն հաղթի։ Օրինակ ես կլինի հիվանդանոցի տնօրեն կամ ցանկացած մի մարդ, ով նվիրատվություն է արել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, ես կմտածեմ, որ այդ մարդը փողը ներադրել, որպիսի պաշտպանի ոչ թե քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, այլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ որպիսի եւ խաղաղությունը։ Իսկ օրինակ այստեղ խոսում են, որ լրագրողները այս պատգամավորին սենց մամուլը գրում է սենց ու դուք չեք արձագանքում, չեք խոսում կամ այնտեղից չգիտեմ ով գործընկերոջս ասում ճողոպրում ես, իսկ միգուցե այդ բաներ կա, որ պատվերով է գրվում եւ իրականությանը բացառապես չի համապատասխանում։ Եթե այդ ամեն ինչը իրականության համապատասխանում, համապատասխան մարմինն է, օրենքով սահմանված կարգով, եթե գործ հարուցելու է գործ են հարուցում, կապ չունի լինի քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ձեր կուսակցության անդամ, թե ուղղակի Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Բազմաթիվ լսել եք սկի հանրապետականի ժամանակ օրինակ հանրապետական կուսակցության անդամը անցնի քրեական գործով, չէ, այդպես բան ես որ չեմ լսել, բայց օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամը եթե ոտը ծուռա դնում, մի անգամից բողոք դիմում է լինում, մի անգամից գործին ընթացք են տալիս, մի անգամից ու ավելի ակտիվ։ Սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ իրականում այս մթնոլորտը շատ լավն է, ճիշտ է, մեր Հայաստան դաշինքը ոնց որ նեղվել է պարոն Ռուբինյանի առաջարկից, որ կարելի է բարեկիրթ լինել, կարելի է այս ամբիոնը օգտագործել հանուն Հայաստանի Հանրապետության շահերին, բայց ուզում եմ ձեզ ասել, օրինակ ես 5 տարի ձեր հետ պատգամավոր եմ եղել, ես չեմ հիշում միգուցե եղել է, բայց ես չեմ հիշում գոնե գետ մեկ անգամ մի գյուղի, քաղաքի կամ մարզի մասին, այստեղ հարց բարձրացվի, այստեղ գալիս է կառավարության ներկայացուցիչներն են գալիս, այստեղ հարց բարձրացվի, ձեր պատմությունը նույնն է, ձեր բառերը նույնն է, իմ համար 5 տարի լսել, շնորհակալություն։ Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո նախագահ, նախ շնորհավորում եմ ձեզ այդ բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հարգելի գործընկերներ, կներեք էլի, ինձ թվում է մենք էլի դարձի շրջանից յուր ենք անում։
անկեղծ։ Էլի վատ տեղ ենք մտնում։ Պարոն Մանուկյան, հասկանում եք, երբ որ Լևոն Քոչարյանի կողքից, իր կողքին եք նստում, վեր եք կենում, գալիս եք այս ամբիոնից խոսում եք, կապ չունի մեզնից ում, ստացած ամսական աշխատավարձից, ընտանիքի անդամներից։ Դա չգիտեմ, դա նույնն է, ոնց որ Snoop Dogg-ի կողքից վեր կենակ, գնաք ինչ-որ թմրանյութերի վաճառքի կամ թմրանյութերի շրջանառության դեմ խոսակ։ Կներեք համատության համար, դա ձեզ հետ կապ չունի, էլի, Snoop Dogg թմրանյութեր բան, դա չեմ ակնարկում։ Բայց դա այդքան անիրատեսական բան է, ձեր կողքին նստած մարդուց դատախազությունը պահանջում է եւ իր ընտանիքից $200 միլիոն ապօրինի գույք, $200 միլիոն դա գիտեք ինչքան է, պարոն Մանուկյան։ Պարոն Մանուկյան, եթե դուք 2000 տարի լինեք պատգամավոր, դուք $200 միլիոն աշխատավարձ չեք ստանա։ Այդ այն թվերը, որոնց մասին, որ դուք աշխատավարձի, ամսական աշխատավարձի մասին, որ դուք խոսում եք, ձեր կողքի նստած պարոն Քոչարյանը կամ իր շրջապատը առնվազն, իսկ տենց իրենց համար իմ կարծիքով տենց ինչ-որ թեյավճարի գումար է եղել։ Իմ տպավորությունն է այդ ամսական աշխատավարձերը, որոնց մասին դուք խոսում եք, որոնք մարդիկ ամսական աշխատավարձ են ստացել, աշխատավարձ 1 ամիս 30 օր աշխատելու դիմաց։ Դա այդ մարդկանց թեյավճարն է եղել 1 երեկոյի իմ կարծիքով։ Ասում բանա, տենդերի է մասնակցել մի ընկերություն, որտեղ ամսական աշխատավարձով աշխատող է եղել ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայր։ Ժողովուրդ, նոր ասեցինք, Ռոբերտ Քոչարյանի խնամու ԱԱԲ-ն Հայաստանի Հանրապետության տենդերների շինարարական 50+% շահում։ Լավ, էլ ուրիշ ընկերություն այս երկրում չի կարա մասնակցի։ Այսինքն ոչ մի ուրիշ ընկերություն չի կարա մասնակցի, պետք է 100% լինի այդ թիվը։ Ու իրան պատկանող չէ, ինչը կարևոր է։ Ընկերություն, որտեղ ինքը աշխատում է։ Այսինքն մարդիկ որտեղ աշխատեն։ Հիմա ունեք ինչ որ մեկի ձեր բարեկամները, հարազատները որտեղ պետք է աշխատեն։ Որտեղ պետք է աշխատեն այդ մարդիկ։ Կամ Տիկին Խամոյանը գնացել ասում է Վահագն Ալեքսանյանի մարզիչը նշանակվել է Multi-Wellness-ի տնօրեն։ Նախ պարոն Նշան Մալխասյանը, այո, իմ ընկերն է, նաև ինձ մարզել է, բայց ես վստահ եմ, որ ինձ մարզելը երևի այն ամենափոքր բանն է, որ աշխարհի երկակի եւ Եվրոպայի հնգակի, եթե չեմ սխալվում, չեմպիոն, իր ոլորտում մագիստրատուրա ավարտած եւ այդ նույն հիմնարկում ֆիթնես գծով տնօրեն աշխատած մարդու կենսագրությունում պետքա կարեւորություն ունենա։ Նաեւ մեր ցուցակում, այո, զբաղեցնում է իր տեղը, որպես падգամավորի տեխնացու մոտավորապես նույն տեղն է մեր ցուցակում զբաղեցնում, ինչ Տիկին Աննա Գրիգորյանը ժամանակին ձեր խմբակցության ներկայից ղեկավարը զբաղեցնում էր Իմ քայլը դաշինքի ցուցակում, մոտավորապես նույն տեղն է, մի քիչ էս կողմ են կողմ կներեք։ Հա։ Ինչևէ, այստեղ կներեք էլի հարգելի գործընկերներ, պարոն Կարապետյան, ասում եք այդ ընկերությունները պետությունը վերցնում է եւ 0 օգուտ, չէ՞ ոնց 0 օգուտ։ Հիմա հեծը բավականին խոշոր ընկերություններ միջև այնտեղ ժամանակավոր կառավարչի նշանակումը, չէ՞։ Պարոն Ղազենյանն էստեղ է, չի թողի որ բավականին խոշոր։ Հայաստանի Հանրապետության 1000 խոշոր հարկատուների մեջ որ երրորդն էր։ 21-րդն էր, միջև նշանակման պահին ժամանակավոր կառավարչի եղել է 21-րդ։ Հիմա 13-րդն է։ 21-ից 13-րդն է։ Պարոն Կարապետյան, մի ընդհատեք, խնդրում եմ։ 21-ից 13-րդն է, այդ շեշտակի աճը տեսնում եք։ Հենց այդ է շեշտակի աճը։ ԶՊՄԿ-ն միջև պետական մասնաբաժին ունենալը, պարոն Կարապետյան, գումարային 8-9 տարում վճարել է այնքան հարկ, ինչքան պետական մասնաբաժին ունենալուց հետո 1-2 տարում, sense թվերը շատ կոնկրետ չասեմ, 1-2 տարում պետական մասնակցություն ունենալուց հետո վճարել է այնքան հարկ, ինչքան դրանից առաջ նախկինում վճարել է 8-9 տարում։ Դուք այս տարբերությունը տեսնում եք, թե չեք տեսնում։ Բա կներեք, ասում եմ ԶՊՄԿ կամ ԶՊՄԿ-ից շատ են բողոքել ԶՊՄԿ-ի պետական մասնակցությունից մեր գործընկերները։ Ժողովուրդ ջան, բայց մասնաբաժինները ում են պատկանել ԶՊՄԿ-ի։ Պարոն Ղազենյան, մի ընդհատեք ինձ, ես ձեզ նորից եմ խնդրում, ես ձեզ չեմ ընդհատում։ Դա հռետորական հարց է կամ հարց է, որին դուք կարող եք պատասխանել այստեղից ելույթ ունենալիս։ Բա ում են պատկանել այդ ԶՊՄԿ-ի մասնաբաժինը։ Ում է պատկանել, ժողովուրդ ջան։ Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված մարդկանց չի պատկանել։ Պարոն Ղազարյան, Միքայել Մինասյանը հիշում եք ով է։
Ձեր կուսակցության ղեկավար, իդեպ չգիտեմ հանրապետական կուսակցությունից դուրս եկել եք, թե չէ, դրա համար ասում եմ ձեր կուսակցության, եթե դուրս եկեք ձեր նախկին կուսակցության ուրեմն։ Հանրապետական կուսակցության ղեկավարի Սերժ Սարգսյանի փեսանը։ Կամ այստեղից ասում եք տներեն գնել։ Հա, մարդիկ, այդ թվում եւ ես, չգիտեմ ճիշտ ասած, տարեթիվը չգիտեմ ճիշտ ասեցիք թե չէ, լավ չլսեցի, հիպոթեկով 20 տարով, այո, բնակարան ենք գնել, տենց ու 20 տարի փակելու ենք այդ հիպոթեկը առաջիկայում։ Հիմա էլ փակում ենք իդեպ ամսական վճարով աշխատավարձից, այո, փակում ենք այդպիսի բան։ Պարոն Ղազարյան, այդ տների մասին, որ տենց հիպոթեկով 20 տարով տների մասին խոսում եք, այստեղ մոտիկ է, Թումանյան փողոցի վրա է։ Ձեր ղեկավարի եղբոր, Սերժ Սարգսյանի եղբոր, Սաշիկ Սարգսյանի տան ոսկեզոծ լիֆտի մեջ այդ առողջությամբ մտորելու ինչ որ բաներ ունեցել եք, թե չէ, ասենք մոտով անցնելուց էլի, այնտեղ մոտով անցնելուց այդ լիֆտը կարծեմ սես դրսում բան ունի, որ նայում եք, տենց բանը առաջանում է, օրինակ այդ լիֆտի մոտով որ անցնում եք, տենց բանը գալի ասում եք, այ գամ ազգային ժողով մի հատ Վահագն Ալեքսյանին ասեմ դու 20 տարով հիպոթեկով տուն ես գնել, այ ազգադավ սրիկա ոնց ես հանդգնում։ Կամ առհասարակ պարոն Ղազարյան, իմ խորհուրդն է ձեզ հաջորդ անգամ այս ամբիոնին մոտենալուց ներողություն խնդրեք։ Ներողություն խնդրեք այն բանի համար, որ դուք հայ զինծառայողների մահն եք կամեցել։ Դա նորմալ չի, հարգելի գործընկերներ, պարոն Կարապետյան, դա նորմալ չի։ Չի կարա դա նորմալ համարվի, հասկանում եք, որ ազգային ժողովի падգամավոր լինի մարդ, ով ասել է ես կամենում եմ, որ հայ սակրավորը մահանա, դա նորմալ չի։ Նորմալ չի, որ դա անհետևանք լինի, նորմալ չի, որ դրան անդրադարձ չլինի։ Նույնիսկ ներողությունից հետո դա նորմալ չի լինի։ Բայց միջև այդ ներողությունը դա առհասարակ դա աբսուրդի ժանրից է, չի կարա նման բան լինի, հարգելի գործընկերներ։ Դուք հայրենիքից եք խոսում, ձեր մոտեցումներից եք խոսում, մնացած եք խոսում լավ եք անում, բայց ի՞նչ է նշանակում կամենալ հայ զինծառայողի մահը։ Հայ զինծառայողի մահը, ժողովուրդ ջան։ Ու մի հատ էլ գալ էստեղից ասել, այս իշխանությունը գործադիրը նշանակվում է Ադրբեջանից, այս մեկը նշանակվում է Թուրքիայից, կներեք, ում կողմից է նշանակվում падգամավորը, որը որ կամենում է հայ սակրավորի մահը։ Որ երկրի կողմից է նշանակվում, որ պետության կողմից է նշանակվում, որ հատուկ ծառայությունների կողմից է նշանակվում։ Տենց ոնց կլինի առհասարակ։ Ու մեկ էլ այստեղ այսօրին շատ է խոսվում Բարգավաճ Հայաստանի եւ ընտրատեղամասերի եւ մնացածի մասին։ Ես հիշում եմ, երբ որ ընտրության գիշերը ձեր գործընկերները Ուժեղ Հայաստան խմբակցության, Գոհար Մելոյանը, մյուսները լայվեր էին անում, բան էին անում, ասում են, այ տեսեք ինչ խայտառակություն է, զինվորները քվեարկում են ու այս ընտրությունը պետք է հաշվի ու այս ընտրությունը պետք է հաշվի։ Ես հիշում եմ ինչ էի ասում ես։ Ես ասում էի, ժողովուրդ ջան, մի զինծառայողների քվեարկությունը մանիպուլացրեք, մի դարձրեք բան, դուք գիտեք, որ զինվորների քվեարկությունը միշտ ավելի դժվար է ու պրոբլեմատիկ է, քանի որ զինվորները դիրքում են լինում։ Զորամասի զինվորները քվեարկում են, հետ են գնում դիրք, պերեսմենկա են անում ու այնտեղի զինվորներն են իջնում գնում քվեարկության, դրա համար երկար է տևում։ Ես հիշում եմ, որ ես ինքս թե հարցազրույցներով, թե գրառումներով, թե վիդեոներով ամեն կերպ փորձում էի պաշտպանել այդ զինվորների քվեարկության արդյունքները։ Դուք ամեն կերպ փորձում եք այնպես անել, որ այդ ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները չեղարկվեն։ Եվ օզարմանք, այդ արդյունքները չեղարկվեցին։ Այդ արդյունքները չեղարկվեցին, բայց բանից պարզվեց, որ այդ արդյունքները եթե չեղարկվեին, դա ձեզ ավելի ձեռ կտար։ Չնայած դա իդեպ վիճելի հարց է, որտեղ Տիկին Խամոյանը ասում է մանդատակող, եթե զուտ տենց բանով տրամաբանորեն մոտենանք հարցին, ապա Բարգավաճ Հայաստանի պոտենցիալ այդ 4 մանդատից 3-ը բաժին է ասել քաղաքացիական պայմանագրին եւ 1-ը բաժին է ասել Ուժեղ Հայաստանին, որը իդեպ այդ մանդատը վերցրել է։ Իսկ չի հրաժարվել։ Մեկն էլ ձեզ, մեկն էլ ֆանտաստիկ է, մեկն էլ ձեզ, Տիկին Գրիգորյան։ Բա ում եք ինչ ասում, բա եք վերցրել այդ մանդատը։ Բա դա թափուր թողեիք այդ մանդատը։ Հա, պարոն Մանուկյանը չէր դառնա, ճիշտ է падգամավոր, եթե այդպես չլիներ։ Բա չվերցնեիք այդ մանդատը, հարգելի գործընկեր։ Բա եթե այդքան սկզբունքային է, եթե դա ձեր համար իրոք այդքան սկզբունքային հարց է, եթե տեղի ունեցածը ձեր համար մանդատագողության պես բան է, բա չվերցնեիք, ուրեմն մանդատագողը դուք եք։ Ձեր իսկ առաջարկած տրամաբանությամբ, հարգելի գործընկեր։ Բայց ձեր տրամաբանությունը կեղծ է, ինչևէ 1000 ներողություն 20 վայրկյան ավարտեմ, էլի։ Հարգելի գործընկերներ, ես շատ եմ ողջունում մեր խմբակցության
առաջադրումը պարոն Կոնջոյանի այս պաշտոնում, քանի որ պարոն Կոնջոյանը եղել է Փայլուն խմբակցության Փայլուն ղեկավար եւ իր պարտականությունները կատարել է հրաշալի ուղղակի եւ նաեւ պարոն Կոնջոյանի առաջնորդությամբ, որ մեր խմբակցությունը դիմակայել է այն բազում փորձություններին, որոնք որ եղել են նախորդ գումարման ընթացքում, այնպես որ շատ ողջունում եմ ձեզ պարոն Կոնջոյան, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մեծարգո պարոն Ռուբինյան, նախ թույլ տվեք շնորհավորել ձեզ ազգային ժողովի նախագահ ընտրվելու առիթով եւ օգտագործելով առիթը ուզում եմ շնորհավորել ձեզ պարոն Ալեքսանյան ծննդյան առիթով։ Ձեզ նույնպես հաջողություն եմ մաղթում։ Ես էլ մոռացա սկզբում նշել, որ պարոն Ալեքսյանի ծնունդն է, ես էլ շնորհավորում եմ պարոն Ալեքսյանին։ Նախ օգտագործելով առիթը ուզում եմ առաջին հերթին պարոն Ռուբինյան, դուք չանդրադարձաք ձեր ելույթում այն հետապնդումների եւ բռնաճնշումների մասով, որին դուք անձամբ եք ենթարկվել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերով, դուք խոսեցիք միայն ձեր հայրիկի հետ կապված բռնաճնշումների եւ հետապնդումներին, երևի չուզեցաք ասեիք, թե ինչ հետապնդումների եք ենթարկվել, երբ որ մենք միասին սովորում էինք Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում եւ համակուրսեցիներ էինք, իհարկե տարբեր հոսքերում էինք սովորում։ Ես այն ժամանակ լավ տեղյակ էի, թե ովքեր էին գաղափարակից սկզբունքային այն ուսանողները, ովքեր մասնակցում էին Ազատության հրապարակում միտինգներին եւ ուշի ուշով ռեկտորատից եւ դեկանատից հետևում էին, թե այդ ուսանողները փետրվարի 20-ից մինչեւ մարտի 1-ը ովքեր են ամենաշատ բացակայություններ ունեցել եւ ենթարկվում էին հետապնդումների, բացակայությունների հիմքով ուզում էին նրանց համալսարանից դուրս թողնել, որից մեկը դուք էիք, պարոն Ռուբինյան։ Իմ բախտը այնքանով բերեց, որ ես այդ ժամանակ նոր էի վերադարձել ծառայությունից, ժամկետային ծառայությունից եւ իմ անունը դեռ մեր կուրսի մատյանում ավակի կողմից չէր գրանցվել եւ ինչ որ կերպով ես կարողացա խուսափել համալսարանի այդ ճնշումներից եւ հետապնդումներից։ Ինչևէ, հարգելի գործընկերներ, այստեղ խոսվեց նաեւ մանդատագողությունից, ընտրակեղծարարությունից եւ չխոսվեց այն բոլոր գործիքակազմից, ինչը որ ընդդիմության կողմից այս վերջին ընտրությունների ժամանակ գործի էր դրվել, մասնավորապես արտերկրի մեր հայրենակիցները ինչ ճնշումների են ենթարկվել, ինչ շանտաժի են ենթարկվել, որպեսզի գան Հայաստան եւ մասնակցեն համապետական ընտրություններին։ Ընտանիքներով, բիզնեսի ներկայացուցիչների հանդեպ ճնշումներ։ Ես սա ասում եմ փաստերով, որովհետեւ ընտրություններին անձամբ տնետուն դռնեդուր ինչքան հնարավոր է եղել, ես հանդիպել եմ մեր քաղաքացիներին, մեր քարոզարշավի շրջանակներում, եղել են դեպքեր, երբ որ խուսափել են նկարահանվելուց կամ մեր քարոզարշավի լուսաբանմանը իրենց ասել են մեզ մի նկարեք, բայց եկեք մենք ձեզ մի բան ունենք ասելու, մեզ ընտանիքով վատ դրության մեջ են դրել եւ ասել են, որ պետք է գնաք Ռուսաստանի Դաշնությունից, պետք է գնաք Հայաստան մասնակցեք ընտրություններին։ Մենք ընտանիքով 4 հոգով եկել ենք, որպեսզի մասնակցենք ընտրություններին, բայց վստահ եղեք, մենք բոլորով ձեզ ենք ընտրելու։ Այսինքն մեր քաղաքացիները ի պատիվ իրենց չեն տրվել այդ ճնշումներին եւ հիմնականում այն քաղաքացիները, ում կարողացել եք Հայաստան բերել ընտրությունների մասնակցելու, ես վստահ եմ, նրանց մեծամասնությունը իր ձայնը տվել է քաղաքացիական պայմանագրին եւ Նիկոլ Փաշինյանին։ Խոսվեց այստեղ, որ վարչապետի կողմից արված հայտարարությունը, թե եթե մենք սահմանադրական մեծամասնություն չունենանք, սեպտեմբերին պատերազմ կլինի։ Դա բոլորին է հայտնի, որ այդպես էր լինելու։ Իսկ որոշ ընդդիմադիր գործիչների կողմից այն նարատիվն էր տարածված, որ եթե օրինակ Գագիկ Ծառուկյանը կամ Բարգավաճ Հայաստանը
չանցնի խորհրդարան, չընտրվի падգամավոր, Հիսուս Քրիստոսի արձանը չի կանգնեցվելու։ Սա ինչ է, եթե ոչ մեր քաղաքացիների հույզերի, զգացմունքների հետ խաղալու փորձ։ Եվ այս պատմությունը կա, եւ դա թարմ է։ Այնպես որ, հարգելի գործընկերներ, եկեք ընտրություններ կեղծելու կամ մեր քաղաքացիների հույզերի հետ խաղալու մասին խոսելիս առաջին հերթին հետ նայեք, թե դուք ինչեր եք արել, դուք ինչպես եք վարվել եւ ոնց եք փորձել խաղալ մեր ընտրողների, մեր քաղաքացիների հույզերի եւ զգացմունքների հետ։ Տիկին Գրիգորյանը այստեղ չի, ես կուզեի, որ ներկա լիներ, երեք այստեղ անդրադառնալով ինչ-որ տենդերներից, մրցույթներից եւ շինարարություններից անդրադարձ կատարեց նաեւ ինձ, որին Տիկին Գրիգորյանը այս ամբիոնից խոսել էր նաեւ 2024 թվականի դեկտեմբերին, եթե չեմ սխալվում, եւ հարց հնչեցրեց պարոն Գարիկ Սարգսյան, քերին ոնց է։ Քերին լավ է։ Քերին միշտ է լավ եղել։ Քերին 90-ականներից սկսած հաջողակ բիզնեսմեն է եղել մեր մարզում եւ այսօր էլ շարունակում է լինել եւ դա գիտեն բոլորը մեր մարզում ապրող, որ քերի լավ լինելը պայմանավորված չի եղել Գարիկ Սարգսյանի պաշտոն ունենալով եւ հետայսու նույնպես պայմանավորված չի լինելու, եթե Գարիկ Սարգսյանը պաշտոն երբևէ չունենա։ Ես ուզում եմ մի քանի թվային փաստեր բերել, նախ թույլ տվեք ասել, որ քերի տենդերներին մասնակցելը այդտեղ որևէ շահերի բախում չկա։ Այլապես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կանրադառնար հետքի այդ հոդվածին եւ հակակոռուպցիոն կոմիտեն որոշակի գործողություններ կձեռնարկեր իմ քերու վեդի համայնքում մասնակցած եւ հաղթած տենդերներին։ Թվային տվյալները հետեւյալն են։ Այդ ընկերության մասնակցության դեպքում վեդի համայնքը եւ Հայաստանի Հանրապետությունը խնայել է 103 միլիոն դրամ, այսինքն այնքան են տենդերին մասնակից ընկերությունը իջել գնումների սահմանված գործընթացի միջոցով, որ մեր համայնքը եւ Հայաստանի Հանրապետությունը խնայել է 103 միլիոն դրամ։ Թվային մեկ այլ տվյալ ձեզ ներկայացնեմ 2022, 23, 24 թվականի այն ժամանակահատվածում, որի մասին խոսել է Տիկին Գրիգորյանը, մենք համայնքում հայտարարել ենք 5.5 միլիարդի սուբվենցիոն ծրագրերի մրցույթ, տենդեր, որի մասնակցության այդ ամբողջ տոկոսային հարաբերակցության մեջ իմ հետ այսպես ասած փոխկապակցող ընկերությունը շահել է ընդամենը 7.1% աշխատանքները։ Իսկ իրենց խմբակցության, իրենց նախկին գործընկերոջ ընտանիքին պատկանող ընկերությունը իմ համայնքում միայն մեկ տենդերով շահել է 17% չափով մրցույթ, ոռոգման ջրագծերի մրցույթ, եւ իրենց մյուս նախկին գործընկերների եւ նրանց ընտանիքների հետ փոխկապակցված ընկերությունները այսօր էլ շարունակում են մեր համայնքներում, Հայաստանի Հանրապետությունում բաց, թափանցիկ, մրցակցային տենդերներում հաղթել եւ աշխատանքներ իրականացնել։ Միայն թե մնում է որակով եւ ժամանակին իրականացնեն մեր մանկապարտեզների եւ դպրոցների շինարարությունները, որպեսզի մեր երեխաները 1 տարի ուշացումով չգնան չհաճախեն նախակրթական ուսումնական հաստատություններ եւ դպրոցներ։ Դրանից թող խոսեն։ Տիկին Գրիգորյանին ես հարց ունեմ։ Ասեցի, որ քերին լավ է, իսկ ձեր ամուսինը ոնց է։ Հիմա եթե հարցը հասել է այդտեղ, ես հարցեր ունեմ։ Դա ճիշտ է, Տիկին Գրիգորյան, որ ձեր ամուսինը Կապանի համայնքապետարանին միլիոնավոր դրամներ իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել, որպեսզի խուսափի մեր համայնքներից մեկին խոշոր գույքահարկ վճարելուց։
Եվ ԴՀԿ-ով այդ Range Rover-ը եղել է հետախուզման մեջ։ Դա բոլոր ղափանցիները գիտեն։ Ղափանում ընկած այդ Range Rover-ն էին ման գալիս, որպեսզի տանեն Տուգանային հրապարակ։ Կանաչ Range Rover։ Երկրորդ փաստը, Տիկին Գրիգորյան, դա ճիշտ է, որ ձեր եւ ձեր հոր շրջակա միջավայրի նախարարությունում աշխատած տարիներին դուք ոռոգման ջրագծի վրա հեկ կառուցելու թույլտվություն եք ստացել եւ գրեթե պատրաստ է եղել դա շահագործելու, բայց եկել է նոր իշխանությունները եւ թույլ չի տվել, որպեսզի ոռոգման ջրագծի վրա կառուցվելիք հեկը աշխատի։ Ավարտեք, պարոն Սարգսյան։ Տիկին Գրիգորյան, վերջի հարցը։ Դա ճիշտ է, որ հուշարձանների պահպանության պոակից կոպեկներով ամսական 25,000 դրամով խոշոր գույք եք վարձակալել եւ դարձրել եք սքո սրահ։ Այս հարցերին կխնդրեմ պատասխանեք։ Ճիշտ է արդյոք, թե ոչ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։